հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում ծավալվող իրադարձությունների մասին զրուցելու եմ կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Բարի երեկո, պարոն Աբովյան։ Մոտ 10 օր է գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է հայ առաքելական եկեղեցու վեհափառի հոգևորականության դեմ արշավը։ Այն, որ եկեղեցին միշտ է եղել այս իշխանության թիրախը, պարզ երևում է 2018-ից սկսած տարբեր միջադեպեր, որ գրանցվել է։ Ինչու է հիմա գործող իշխանությունն ավելի սրացրել պայքարը եկեղեցու դեմ։ Ինչ նպատակ է հետապնդում։ Շնորհակալություն հարցի համար, նախ թույլ տվեք նշել, որ ոչ վերջին 10 օրը չէ, այլ գրեթե 2018 թվականից ի վեր բարբերաբար եկեղեցու հանդեպ կհիշեք հարկային խայտառակ եղանես իշխանությունների ինչ որ հարկային պարտավորությունների մասին էին խոսում եւ բարձրում է եկեղեցին շատ պատշաճ հարկերը մուծում է փորձում էին հաստորացնել, նսեմացնել, որովհետեւ եկեք հասկանանք ում է վտանգ ներկայացնում եկեղեցին։ Եկեղեցին վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի, հայ պետականության եւ հայ ազգի ըստ էության մեր մարտահայտվենք ճուզողներին, այսպես ասենք, հա, որովհետեւ եկեղեցին դարերի վեր եղել է արմատական շատ կարևոր մի դեր է կատարել, ինքը եղել է այն սյունը, որի շուրջ հայկական էթնոքաղաքական տարը միշտ համախմբվել է եւ չի ձուլվել, չի վերացել, չի կոպիտ ասած մոռացել իրանք ովքեր են։ Եվ այո, հայ ժողովրդի թշնամիների հիմնական նպատակը դա հենասյուները ոչնչացնել, կլինի դա քաղաքական, կլինի դա բարոյահոգեբանական, կլինի դա այլ առումներով եւ այստեղ շատ կարեւոր է որ մենք բոլորս հասկանանք հետեւելը սա Նիկոլ Փաշինյանի եւ վեհափառի պայքար չի, սա ՔՊ-ի եկեղեցու դեմ պայքար չի, սա ավելի խորքային process է։ Այս իշխանության հիմնական նպատակը լինելով ըստ էության կոլոբրանտ իշխանություն, այսինքն արտաքին ուժերի, տվյալ դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի սպասարկող որոշակի մի քաղաքական community, հա, այս իշխանությունը իր հիմնական նպատակը տեսնում է մաքսիմալ կոմֆորտ պայմաններ ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար հայկական էթնոքաղաքական տարի ապամոնտաժման համար, այսպես ձևակերպենք եւ եկեք պարզապես երկու հանգամանք ֆիքսենք, որ հանկարծ չստացվի, թե մենք այստեղ նստած միայն իշխանություն ենք քննադատում, հա, հարգելի հեռուստադիտողներ, ուղղակի եկեք մի կողմ դնենք մեր քաղաքական նախապատվությունները եւ պարզապես տեսնենք իրավիճակը ինչպես է։ Գալիս է առաջ Թուրքիայի Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջան թեզը։ Գալիս է առաջ թեզը ադրբեջանցիների բնակեցնելու Հայաստանի Հանրապետության տարածքում, ըստ էության իրական Հայաստան, հա, իշխանական թեզը դա արևմտյան Ադրբեջան է։ Ինչ ուզում են ասեն, ինչ հեքիաթ լոլո ուզում են կարդան, դա այդպես է։ Երրորդը գալիս է անպայման մի իրավիճակ, երբ որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարևորագույն նշանակություն ունի ֆունդամենտալ հայկական էթնոքաղաքական կամ էթնոսի, հա, ֆունդամենտը պայթեցնել, որովհետեւ որքան էլ ծանր իրավիճակ լինի այսօր իրենք շատ լավ հասկանում են, որ եկեղեցին վերականգնողական ֆունկցիա ունի, ինքը ռեգեներատիվ, հա, այդպես ֆունկցիա ունի մեր ազգի ժողովրդի համար եւ հազարամյակներ 1700 տարի նվազագույնը, հա, այդպես է եղել։ Եվ հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այո, սա համընկավ քոչվոր թաթարների, այսինքն կովկասյան թաթարների, այսօր ադրբեջանցի են անվանում, առաջ հոգևոր առաջնորդ Ոման Ալաշուկյուր Փաշա Զադե, այո, որը հայտարարեց, որ Էշմիածինը դա ադրբեջանական է, որ պետք է անպայման վերականգնվի, ինչպես իրենք են ասում, ըստ էության ստեղծվի ինչ-որ մի հոգևոր ղազիաթ եւ այլն։ Անմիջապես մի քանի օր հետո միանգամից հարձակումն է գնում եկեղեցու վրա։ Դրա հետ մեկտեղ սա մի հանգամանք, այսինքն մենք ունենք հստակ դրսից թելադրված ուղղակի կամ անուղղակի արդեն կապ չունի որոշակի օրակարգ, ոչ թե անձնավորված Փաշինյան էլի եմ կրկնում կաթողիկոս կամ Փաշինյան օրինակ սրբազաններ, դա չի խնդիրը։ Խնդիրը խորքային է, այս իշխանությունը տեսնում է իր ագոյությունը եւ վերարտադրությունը, սա իրանք իմիջիալը չեն թաքցնում դա Թուրքիա եւ Ադրբեջանի ներքո, իսկ Թուրքիան Ադրբեջանը
տեսնում է Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը, ապամոնտաժումը որպես իրենց քաղաքական դոկտրինի իրագործում, որը 100 տարուց ի վեր իրագործում են եւ կապ չունի այստեղ ով է իշխանության, կլինի Փաշինյանը, չլինի Փաշինյանը, իր խնդիրը չի։ Իշխանությունը այսօրվա ինքը կատարածու է ընդամենը այն բոլոր նախագծերի, որոնք նախագծվում են ըստ էության կամ եւ Անկարայում եւ Բաքվում։ Սա է իրականությունը եւ փորձերը, գիտեք, ուղղակի զզվելի ասենց ինտելեկտուալ պահով, հա, մի զգացմունք է առաջանում յուրաքանչյուր իրեն հարգող մարդու մոտ, երբ որ կուսակրոնությունից են խոսում, չգիտեմ ինչից են խոսում, միգուցե այդ մարդիկ չնայած լավ էլ տեղյակ են։ Տեղյակ չեն, որ սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը տարանջատ է եւ այսօր իրենք կրկին որերորդ անգամ սահմանադրական կարգի ըստ էության տապալում են իրականացնում։ Այլ խոսք, որ եկեղեցին իրենք դիտարկում են որպես դե ինչպես եւ իրենց պատրոնները, այսպես ասենք, հա, Թուրքիան եւ Ադրբեջանը որպես իրենց խանգարող տար եւ իրենք մի քանի խնդիր են լուծում։ Սա ընտրություններից առաջ խնդիր է, սա խնդիր է Թուրքիայի Ադրբեջանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել։ Դա խնդիր է այն մարդկանց, ովքեր հիմա մեզ նայում են, կրկին կոտրել շատ པարզ մի նպատակով։ Երբ որ մարդ չունի ոչ մի բարոյական անսասան մի սկզբունք, որի համար ինքը պատրաստ է կռվել, այդ մարդը դառնում անասուն, տանում են այդ մարդու հետ ինչ ուզում ես անում են։ Նույնիսկ sense մի արտահայտություն կա փափուկ ուժի soft power-ի կիրառման մեջ կոչվում է animal tip, այսինքն անասնացում, կենթանացում։ Հիմա մարդկանց անասնացնում են, բայց նկատեք, ամեն ինչ արվում է համաձայն նույն Orwell-ի 1984 գրքի համաձայն հակառակ, այսինքն ուղղակի տիեզերական անգրագիտության, որ պարզապես դուք հասկանաք, հա, տիեզերական, չնայած իրանք լավ էլ գիտեն ինչ են, ասում արտահայտությունը եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Այ ժողովրդին։ Չէ, սա աղանդների պրինցիպն է։ Ոնց կարող է իրանք տեղյակ չեն, եկեք բացահայտում անենք։ Ոչ թե եկեղեցին է պատկանում ժողովրդին, այլ ժողովուրդն է եկեղեցու հոտը, ժողովուրդն է եկեղեցու սենց ասենք խոնարհ զավակ, այլ ոչ թե հակառակ։ Բոլոր այս նենգափոխությունները լուրջ դեմքով հիմար բանել արտահայտելը միայն մի նպատակ ունեն՝ ա խեղաթուրել ժողովրդին, բ բերել մի իրավիճակի, երբ որ մարդիկ խճճված կրկին ուղակի կկորցնեն վերջին հենարանը իրենց հայ կոչվելու, դա հայ առաքելական եկեղեցին։ Ստեղ խնդիրը կարևոր է հասկանալ, ժողովուրդ ջան, խնդիրը վեհափառը չի, խնդիրը կուսակրոնությունը չի, խնդիրը չնայած ես անվերապահորեն հայտարարում եմ պաշտոնապես, աջակցել եմ եւ կշարունակեմ աջակցել հայ առաքելական եկեղեցուն բոլոր սպասավորներով։ Բոլոր խնդիրները, այսպես կոչված եկեղեցական լյուստրացիան, իրանք միշտ լուծվել են եկեղեցու մեջ։ Իրավունք չունի աշխարհիկ մարդը մտնի այդ շարժման մեջ շատ པարզ պատճառով ուղղակի չունի իրավունք, որ ասեն, բայց ով է էդի ասե, հա, սա գիտեք հավասարազոր է, որ ասեն դե լավ, իսկ ով է ասե, որ օրինակ, չգիտեմ, երեխա բռնաբարել չի կարելի։ Նույն տրամաբանական հենքի մեջ է։ Պարոն Աբովյան, գնալով հռետորաբանություն ավելի է կոշտանում, այսօրվա հերթական գրառմամբ Փաշինյանը հորդորում էր դուրս գալ կաթողիկոսի դեմ, ազատել վեհարանը եւ որոշ հոգեվորականներ դա որակեցին քաղաքացիական բախում հրահրելու կոչ։ Դուք ինչպես կմեկնաբանեք, արդյոք այս ամենը եւս մեկ բաժանարար գիծ կդառնա հասարակության մեջ, բայց այս անգամ դրա հետևանքներն ավելի ցավոտ կլինեն։ Չի դառնա բաժանարար գիծ։ Մենք խոսում ենք, սա բաժանարար գիծ չի, սա իրականում ներհայկական պատերազմի հրահրում է։ Ներհայկական պատերազմ, տեսեք, կան չէ յուրաքանչյուր հասարակության մեջ խաբված մարդիկ, ինչ-որ մի քանակություն, որոնք ինչ-ինչ պատճառներով խաբված են, ինչ-ինչ պատճառներով միգուցե գիտակցաբար այդ ճանապարհով գնում են, իրանք ամենակիչն են։ Այո, տանել դեպի հրահրում։ Այս իշխանության հենքը թուրքերն են եւ ադրբեջանցիները, իսկ գործելավոճը քաոսն է, քաոտիկ իրավիճակ ստեղծել։ Այո, հնարավոր է գնան նաև եւ յուրաքանչյուր քայլ ես չեմ բացառում, բայց ես ասեմ մի բան, թող այն որ ասում է իզուր տեղը ցնցումների մեջ չընկնեն, խելքները գլուխները հավաքեն, շատ པարզ պատճառով իրենց չի հաջողվել եւ չի հաջողվի
Հայաստանի Հանրապետության, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, հայերին հանել եկեղեցու դեմ կամ հանել իրար դեմ եկեղեցու դեմ, հա, եկեղեցու ներքո։ Միգուցե ինչ-որ մի զանգված իրան կարողանան աղանդավորների ձևավորեն, բայց դա որ ասում եմ, դա հարցի իրանց տեսանկյունից լուծում չի։ Այո, պատրաստ են, Բախումի էլ ամեն ինչ էլ հասկացեք այս մարդիկ ըստ էության թուրք-ադրբեջանական տանդեմի կատարածուներն են։ Մենք ինչի վրա ենք զարմանում, որ իրենք կբերեն խրախուսմա։ Արցախը ինչ օրը գցեցին։ Հայաստանը ինչ օրը գցեցին։ Հիշեք Ժողովուրդ ջան, երբ որ մեզ հետ խոսվում է մի հռետորաբանությամբ, իսկ Թուրքին եւ Ադրբեջանցուն տենալուց ուղակի, չգիտեմ, մաքսիմում ամենատենց դուխով արտահայտությունը դա սուրճի հրավիրելն է, որը ասենց հեգնանքով մերժվում է։ Դուք արեք ձեր հետևությունները, խնդրում եմ, ստեղ կրկին Փաշինյանի խնդիրը չի։ Մեզ հայց ուղակի մեջ են քաշում անձնավորում են։ Չէ, Ժորժ ջան, սա համակարգ է։ Եվ այդ համակարգը ունի հստակ տեսլական։ Այո, նախապատրաստել Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան դարձնելու։ Միգուցե ձեզ չեն ասի, որ տրամադրությունները չընկնի, բայց դա այդպես է։ Զուգահեռ ներքաղաքական կյանքի իրադարձություններին անդրադառնանք, խորհրդարանի հերթական ընտրությանը մնացել է 1 տարի, ու հենց այս ժամանակահատվածում էլ ակտիվացել է իմպիչմենտի հարցը։ Արդյոք քաղաքական առումով նպատակահարմար ժամանակահատված է վարչապետի նկատմամբ անվստահություն գործընթաց սկսելը։ Տեսեք, ես միտումնավոր իմպիչմենտի հարցին չեմ անդրադառնա, շատ պարզ պատճառով իմպիչմենտի հարցը ըստիս այնքան ոչ թե քաղաքականացված ինքը իրանով քաղաքական է, այլ իմպիչմենտի հարցը այնքան խորքային է, որ մինչև ես անձամբ չուսումնասիրեմ, հա, բոլոր նրբերանգները կապված process-ի հետ, ինձ համար շատ դժվար է ասել։ Ես կարամ այլ բան ասեմ։ Իրավացի եք, 1 տարի է մնացել։ Սա չի վերաբերում իմպիչմենտին։ Կրկնեմ, անդիմադիր ֆրակցիաները իրանք կորոշեն իրանք ինչ կանեն։ Ես նույնիսկ բարոյական իրավունք չունեմ այս պարագայում ինչ-որ ներխուժել այդ թեմայի մեջ։ Բայց մնացել է 1 տարի, եւ այս 1 տարվա ընթացքում մենք հասկանում ենք, որ հին ֆորմատները իմպիչմենտի հետ կապ չունի, դիմության հետ կապ չունի պարլամենտական, սա առհասարակ, հա։ Հին ֆորմատները, այսինքն կուսակցական դասական ֆորմատները իրանք չեն աշխատում։ Մարդիկ հոգնել են կուսակցական ֆորմատներից եւ այդ հոգնածությունը ինքը արտահայտվում է յուրաքանչյուր հարցման ընթացքում կամ յուրաքանչյուր հա մարդու հետ խոսած ու ասում եմ ես բոլորից էլ զզվում եմ բոլորից ի նկատի չունեմ ընդդիմություն իշխանություն առհասարակ եւ այստեղ կարծում եմ որ շատ կարեւոր է վերկուսակցական համախմբման գաղափարը վերկուսակցական տեսլականի սենց ասենք համակարգը, որովհետև ավելի քան համոզված եմ հնարավոր չի, որ մի կուսակցություն կամ հա ինչ-որ մի քաղաքական ուժ կարողանա երկիրը այս իրավիճակից, այս խայտառակ իրավիճակից ուղղակի դուրս հանել։ Դա տեխնիկապես էլ անհնար է։ Եվ այս պարագայում միանշանակ պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ այո նոր ֆորմատների, վերկուսակցական ֆորմատների, գիտեք, պարադոքսալ իրավիճակ է քաղաքական վերքաղաքական, այսպես, որոնք կոպիտ ասածա ընդգծված թշնամի ման չեն գալի դաշտում, այլ ընդգծված ման են գալի այն մարդկանց, ովքեր իզորուեն կամ այն ուժերին, հա, կրկնում եմ, թող քաղաքական ուժ չլինի, այն ուժերին, որոնք պատրաստ են պայմանական, հա, ոչ թե նույնիսկ միավորվել բառոցել է մարդ արդեն վախենում, հասկանում եք, պատրաստ են ընդհանուր ջանք ու եռանդ ներդնել, որ այս իրավիճակի ժողովրդին անել։ Իմիջիալոս մի բան էլ ընդգծեմ, շատ բոլոր բացվածքներով Գագիկ Ծառուկյանի վերջին հոդվածում էր սա, տրված այդ վերկուսակցական գաղափարը։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ մեզ անպայման բոլորիս պետք է նվազագույն այն մարդկանց, ովքեր հաշ չեն այս իրավիճակի հետ, պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ մենք հիմա իրավունք չունենք սևեռվենք պայմանական միայն կոնկրետ գործընթացների։ Գլոբալ գործընթացը հետեւյալն է. այս իրավիճակը անընդունելի է,
այս իրավիճակը տանում է երկրի տապալման, այս իրավիճակը տանում է երկրի ապամոնտաժման, բոլորը արդեն բոլորի դիրքը գիտեն եւ ըստ էության ոչ մեկից ոչ մի բան չի թաքցնում։ Սա է հիմնական միտքը իմիջիայլոց մի բան էլ ավելացնեմ, հակահայկական եւ ապազգային այն գործընթացը, որը անվանում են փոխհրաձգություն, իշխանություն, եկեղեցի, գիտեք նույնիսկ այդ բառը փոխհրաձգություն, իշխանությունը ով է, եկեղեցու հետ փոխհրաձգության մեջ մտնի, ուղղակի խելագարվելու բան է։ Ով է, ով։ Մարդիկ են, որոնք այսօր կան, վաղը իշխանության վստահաբար չեն լինի, թող վաղ չէ մյուս օրը լինի, այստեղ կապ չունի, չկա հավերժ իշխանություն։ Այսինքն մենք խոսում ենք երկու իրարից այնքան տարբեր եզրույթների մասին, եւ այս պարագայում այո, այդ գործընթացը, որը այս իշխանությունը նախաձեռնել է, ինքը միանշանակ հենց իմ ասած այդ կոնցեպտի մեջ է տեղավորվում, ինչ առումով է տեղավորվում, որ տեսեք, կարծես թե process է գնում, բայց այդ process-ը կուսակցական process չի, քաղաքական process, գոյաբանական process է, եւ այո, գոյաբանական խնդիրներ լուծելու համար պետք է այլ ֆորմատների ներքո դիտարկել բոլոր գործընթացները։ Պարոն Աբովյան, զուգահեռ մենք ունենք բավականին անվտանգային բազում խնդիրներ, ուրբաթ երկու սյունեցի երիտասարդ մոլորվել ու հայտնվել էին ադրբեջանական տարածքում, Փառք նրանք ողջ առողջ վերադարձել են, բայց վերջին տարիներին Արցախի եւ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներում ներողություն։ Բայց վերջին տարիներին սա առաջին դեպքը չէ, իսկ սա արդյոք չի խոսում անվտանգային խնդիրների, բաց թողումների ու դրանց հրատապ լուծումների մասին։ Ստացվում է, որ գյուղացին չգիտի, թե իր գյուղի սահմանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում։ Տեսեք, պետք է հստակ հասկանալ, որ շատ մեղմ արտահայտություն է առհասարակ հիմա անվտանգային հարցերը օրինակ պատշաճ ձևով չեն լուծվում կամ չեն լուծվում։ Մենք չունենք անվտանգային ոչ մի համակարգ։ Անվտանգային համակարգը նետվել է թուրքերի եւ ադրբեջանցիների երախը, ուղղակի նետվել է։ Դիմացը օգտագործելով կոնցեպտը, որքան թույլ ենք, այդքան ուժեղ ենք։ Ինչ է դա նշանակում։ Կհիշեք 90-ականների մի հատ կոնցեպտ կար, մեր ուժը մեր թուլության մեջ, այսինքն մենք այնքան թույլ պետք է լինենք, այնքան անպաշտպան պետք է լինենք, որ թուրքը կնայի մեզ, ասի արա այս խեղճերը, այնքան թույլ են ու անպաշտպան են, թող հələ հանգիստ թողեմ։ Գիտեք, այնքան ինքը տրամաբանական չի, բայց այնուամենայնիվ գործող, որ մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ իշխանությունը սուր է կտրում, հա, տենց ինչ-որ ուժեղ բաներ է խոսում ընդդիմախոսների հասցեին Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս ոչ մի քաղաքականություն չի վարում, բացի պարտվողական էլ չի, սա ընդհանրապես հանձնողական է, այսպես ասենք։ Ինչի համար են դա անում, որովհետև կրկնեմ, իրենք չեն դիմադրելու ոչ մի թուրք-ադրբեջանական ոտնձգությանը։ Իրականում չեն դիմադրելու, միգուցե ձևացնեն, բայց չեն դիմադրելու, որովհետև իրենք իրենց վերարտադրությունը տեսնում են Թուրքիա եւ Ադրբեջանի ներքո, իրենց նախագծերի ներքո։ Դուք խոսում եք սահմանային միջադեպի մասին, որը տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի օկուպացված տարածքներում։ Հիմա ես դες մի այլ հանգամանք բերեմ։ Այո, բազմաթիվ անգամ հայտարարվել է նույն իշխանության կողմից, որ հրամանք կա չպատասխանել կրակի։ Իսկ մեր վրա կրակում են, մենք չենք պատասխանում։ Կամ օրինակ հարց է տալի, տրամաբանական հարց, ասում ես Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են։ Ինչ ես դու լսում, ասում են, հա դե լավ, ոչինչ, մենք դիվանագիտական քայլերով հետ կբերենք։ Գիտեք, դիվանագիտական քայլերով հետ կբերենք արտահայտությունը, թարգմանաբար դիվանագիտական լեզվից նշանակում է հետևյալը՝ Թուրքիա, Ադրբեջան շարունակի գրավել, խփել եւ ստորացնել, նսեմացնել։ Ուրիշ ոչ մի բան դա չի նշանակում։ Եվ երբ որ մենք զարմանքով ասում ենք մեր երեխաները կորել են, բա ինչպես եք ուզում։ Հասկացեք, այսօր այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության գոյությունը, այն մարդկանց գոյությունը, ովքեր նույնիսկ մինչև հիմա այս իշխանությանը սատարում են, մինչև այս վարքյան ինքը այդ մարդկանց գոյության իրավունքը տվել է Թուրքիային եւ Ադրբեջանին, վերջ, սա է։ Եվ եթե մենք հրաժարվում ենք դա ընդունել, որովհետև ասում ենք հնարավոր չի, դա չի փոխում իրականությունը։
Եթե մենք հրաժարվում ենք ընդունել, որ օրինակ արտահայտություն կա, ինչ ուզում լինի, պատերազմ չլինի, հա? Դա չի փոխում այն, որ այո, բացի պատերազմից կա հետևյալը՝ կոտորած, հայրենազրկում, ցեղասպանություն, այդ ենք ուզում։ Երբ որ մեզ ասում են, մի արտահայտություն են անում, ասում են մենք պետք է դադարենք վտանգ ներկայացնել Թուրքիա-Ադրբեջանի համար։ Ուրեմն առաջերտին մենք վտանգ չենք ներկայացրել, պարզապես որպես վտանգ, այսինքն դեստրուկտիվ, հա, կանոտացիայի ներքո։ Բայց տեսեք, տրամաբանում ենք։ Թուրքիա-Ադրբեջանը ունի դոկտրին Հայաստանի ապամոնտաժման, ճիշտ է, ճիշտ է։ Դոկտրինը հնչեցվել է ում շուրթերից, Էրդողան, Ալիև, ճիշտ է, ճիշտ է։ Շուշիի դեկլարացիան բացեք, կարդացեք։ Այսինքն այդ մարդիկ ուզում են մեզ ոչնչացնել, չեն էլ թաքցնում, պատրաստվում են։ Ու այս պարագայում մենք ասում ենք, եկեք մենք վտանգ չներկայացնենք, այսինքն չդիմադրենք, կարող է իրանք մտկափոխվեն։ Ֆորմալ տրամաբանությունը քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական, մարդկային ասում է հետևյալը, որ քեզ չեն խփի միայն մի պայմանում, երբ որ դու կարող ես դիմադրել, այսինքն քեզ խփելը ավելի քիչ օգուտ կտա իրանց, քան վնաս, այսինքն եթե քեզ խփեցին, դու պատասխանեցին, ինքը վնաս տարավ, այսքան, իսկ օգուտը այսքան, ինքը քեզ չի խփի։ Ես ստիպված եմ այս Դա ասում են էսկալացիա կհրահարենք այդ համար։ Ուրեմն տեսեք, կարող է իրանք տեղյակ չեն։ Երբ որ գալիս են քոտուն ու կացնով երեխեքից սպանում են, իսկ դու կայնում ես ասում ես, ես չեմ խառնվի, որովհետև կարող է հրահարեմ կնգասել կսպանի։ Ուրեմն իմացի համ կնգա տա սպանելու, համ քեզ։ Մոտավորապես սա է, սա լկտի վիժված կացին գաղափար է։ Էսկալացիա չհրահարեն, քեզ սպանում են։ Սա գիտեք մի ահավոր բան կարող ասեմ, սա նման է մի հատ անեկդոտ կա, ասում եմ, ինչ անել, եթե տարբերակ չկա, ինչ որ մեկը մեկին ներողություն բռնաբարում, ասում եմ, թուլացի հաճույք ստացի։ Մեզ սա են ասում։ Մեզ սա են ասում, բոլորիս են, ձեզ էլ են ասում։ Էսկալացիա չենք հրահարի, մտել են մեր տունը արդեն, էլ ինչ պետք է անեն։ Տունն են մտել, ընդ որում կապ չունի, ՔՊ-ից ես դու, չգիտեմ, ուրիշ կուսակցությունից, բոլորիս տուն են մտել։ Ասում եմ, էսկալացիա չենք հրահարի։ Էսկալացիա չհրահարելու համար կային մեթոդներ, որոնք ոչ միայն այս վերջին 30 տարվա ընթացքում էին օգտագործում, վերջին 100 տարվա ընթացքում էին օգտագործում։ Չես ուզում էսկալացիա հրահարի, պետք է անենց իրավիճակ ստեղծես, որ էսկալացիա հրահարելը վտանգավոր լինի այն ուժի համար, ով էսկալացիա է հրահարում։ Այլ կերպ ասած, ոչնչացնելու ախր ճղեցինք, կոկորտներս ճղվում է։ Ու այս ամենի մեջ, այո, այն բոլոր գաղափարախոսությունը, որ այսօր ներդրվում է մարդկանց մեջ, մարդկանց սպանդի մատերիալ են սարքում։ Դարձնում են ուղիղ սպանդի մատերիալ։ Եվ դրա մասին պետք է խոսվի։ Ոչ հասկացա կրակն են կնգե։ Պաշտոնական Երևանը առիթը բաց չի թողնում խոսելու խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորության մասին, բայց զուգահեռ Բաքվում դուք էլ նշեցիք, որ չի շտապում, փոխարենը կոշտացնում է խոսույթը ավելի շատ պահանջներ է ներկայացնում այդ ստորագրման դիմաց։ Ինչ է կարծում, հավանական է Ադրբեջանի մինչև 2026-ի ընտրությունը ստորագրի այս համաձայնագիրը, թե այն կշարունակի պահել իր ձեռքում գործիք Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Նախ գոյություն չունի խաղաղության համաձայնագիր։ Գոյություն ունի մի փաստաթուղթ 17 կետից, որը անվանում է Հայաստանի Հանրապետության կազմական քանդման էվոլյուցիոն քարտեզ, սենց ասենք, հա, չկա, դա այդ թուղթը խաղաղություն չի բերի։ Դա բացառված է։ Հետո երկրորդը, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանին եւ Թուրքիային նպատակ չկա ինքը իրեն սահմանափակի իր պահանջների ներքո։ Իսկ ինչի պետք է ինքը իրան սահմանափակի։ Եթե ինքը կարա կազմակերպի Հայաստանի Հանրապետություն, օրինակ միջնաժամկետ առումով, օրինակ 5 տարվա ընթացքում, ինչ ինքը ուզում է 2 տարվա ընթացքում։ Դրա համար ինքը որպես շանտաժի թուղթ, իսկ ինքը գիտի, որ այս իշխանության համար այդ թուղթը միակ տարբերակն է, որ իրեն գոնե մի բանով դուրս գան ասեն ժողովուրդ, էս ինչ եղել է 7 տարվա ընթացքում, բերել են խաղաղություն, ինչը սուտ է, իրանք խաղաղություն չեն բերելու։ Ինչ անելու Ադրբեջանը։ Ես ոչ պոպուլար կարծիք կհայտնեմ, Ադրբեջանը միջև 2026 թվական իհարկե հասկանալը, որ այս իշխանությունը ծանրագույն ճգնաժամի մեջ է, անելու է ամեն ինչ, որ փրկի իրենց։ Այսինքն սա կարող է խաղաղության պայմանագիր չլինի, կրկնում եմ, չկա խաղաղություն պայմանագիր, ինչ թուղթ չլինի, այլ լինի ինչ օրինակ մեմորանդում, որտեղ գրած կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են խաղաղություն։ Մենք տեքստը չեք տեսել։ Օրինակ, հասկանում եք, ինչ որ մի թուղթ
նախաբան ինչ որ։ Ու որ վերցնեն սա ու բերեն ժողովրդին ծախեն այդ թուղթը, ասելով տեսեք, եթե մեզ չընտրեցիք, պատերազմ ա լինելու, իսկ եթե ընտրեցիք, հեսա բերել ենք, թուրքը երթում ա ուտում, որ ձեզ չի մորթի։ Զուգահեռաբար էլ եկեղեցին են ոչնչացնում, այսինքն այս ֆորմացիան էլ են ուզում տակից փախցնել։ Այսինքն հասկանում եք, չէ՞ ինչ անում, ես չեմ կասկածում, որ վարկյան էս իշխանությունը զգաց, որ Ալճիշ Թուրքիան եւ Ադրբեջանը զգացին, որ այս իշխանության տակ ճոճորվում է, իսկ իրանք արդեն զգում են։ Միանշանակ իրանք ինչ-որ մի բան ստորագրել են, այսինքն զենք են տալու սրանց ձեռը։ Նկատել եք, որ ինչ այս իշխանության կողմից այդ լկտի եւ ամբարո հարձակումները եկեղեցու ուղղությամբ գնացին, թուրք եւ ադրբեջանական ռոպագանդան լռում է։ Ձեն չի անում։ Բայց ինչի ձեն չի անում։ Մի հատ ձեզ հարց տվեք, ինչի ձեն չի անում։ Իհարկե ստերիլ տեղեկատվական դաշտ են ստեղծում, որ այս կողմը շուր չգա, ասի, արա, ընդե ուրիշ բան են ասում, ուզում են մեզի խփեն, օրինակ։ Դու էլ հելել ես եկեղեցու շալակը։ Հա, արա ես չեմ անձնավորում, ընդհանուր, հա, այդ community-ին։ Սա է կարևորը։ Հասկանում եք, պատկերը անգամ ակնհայտ է, որ մենք հրաժարվում ենք հավատանք այդ ակնհայտ պատկերին, ուղղակի հրաժարվում ենք։ Սա մի օրինակ կա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ ամերիկացիները ռմբակոծում էին Դրեզդենը, մի կին էր, որը ողջ էր մնացել, ասում եմ մենք նայում ենք ինչպես են ռումբերը ընկնում եւ չէինք շարժում, որովհետեւ չէինք հավատում, որ իրենք կփայթեն։ Նույն իրավիճակի մեջ մենք ենք։ Մենք տեսնում ենք ոնց են մեր վրա այդ ռումբերը ընկնում, բայց մենք ասում ենք մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Թե չէ ռումբը ձեզ կհարցնի, հա, դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե չէ, կամ թուրքը որ կգա ձեր տուն, ինքը ձեզ հարցնելու է, հա, ասել է, սիրելիս դու զբաղվում ես քաղաքականությամբ։ Եթե զբաղվում ես, ես քեզ կսպանեմ, եթե ոչ, արի ճակատդ պաչան։ Ժորժան, լրիվ խելագարության կանխավարկածը արդեն գալիս։ Շնորհակալ եմ, պարոն Աբովյան, զրույցի համար։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եի կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։